Հիսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը նոր և ժամանակակից շունչ կստանա։ Ֆազդ բանկը իդեմս խորհրդի նախագահ բարերար Վահե Բադալյանի 50 միլիոն դրամի աջակցություն է ցուցաբերել լայնածավալ բարեգործական ծրագրի իրականացման նպատակով։ Մատենադարանը մեր համար պարզապես շենք չի, այն մեր ազգային հիշողության տաճարն է։ Այստեղ պահվում են ձեռագրեր, բայց նրանց էջերին պահված է ավելին։ Մեր ժողովրդի ճակատագիրը, մեր գիտական, գրական, մտածողության զարգացումները, մեր հավատի լույսը և իղձերի շարունակությունը։ Մատենադարանը մեր գենետիկ կոդն է։ Բադալյան ընտանիքի աջակցությամբ Մատենադարանի նկուղային հարկում կառուցվում է սրճարանային տարածք և հուշանվերների խանութ։ Նախաձեռնությունն ուղղված է ինչպես այցելուների հարմարավետության ապահովմանը, այնպես էլ Մատենադարանի թանգարանային փորձառության արդիականացմանը։ Մատենադարանի մուտքն ամբողջությամբ կվերանորոգվի, պահպանելով պատմամշակութային արժեքները։ Նոր տարածքը կունենա առանձին ելք, կվերանորոգվեն դարպասներն ու մուտքի դռները։ Աշակերտական խմբերի համար կստեղծվի առանձին մուտք, համապատասխան բոլոր ժամանակակից պայմաններին։ Մատենադարանը բարեգործության խորհրդանիշ է։ Մատենադարանի հավաքածուները բարեգործության մեծանուն նվիրատուների արդյունք են։ Մեր համագործակցությունը մասնավորաբար պարոն Բադալյանի հետ, Բադալյան ընտանիքի հետ, Ֆազդ բանկի հետ ըստ էության մի նոր մշակույթ է համագործակցության հաստատում, մեկենասության մի նոր որակ, որը ոչ միայն վերաբերում է Մատենադարանին, ոչ միայն վերաբերում է Բադալյան ընտանիքին, այլ վերաբերում է լայն իմաստով մեր ազգային և հանրային կյանքին։ Նշենք, որ որպես երախտագիտության նշան Մատենադարանում բացվեց պատվո կամար, որի վրա ոսկե տառերով գրված են բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների անունները։ Այս խորհրդանշական քայլը ևս մեկ անգամ ընդգծում է Բադալյան ընտանիքի նշանակալի ներդրումը Մատենադարանի և հայկական մշակույթի պահպանման ու զարգացման գործում։